Եվ նույնպես ողջունում ենք մեզ համացանցով հետևողներին, Աստված ձեզ շատ օրհնի։ Խոսքս այսպես եմ ես վերնագրել, ուղերձս խաչի խոսքը։ Խաչի խոսքը ինչի համար այս տեղը ես վերցրեցի, եկեք կարդանք Աստվածաշնչից առաջի Կորինթացիս առաջի գլուխ 17-18 խոսքերը։ Ավելի ճիշտ խոսենք 18-րդ խոսքից։ Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունն է։ Այստեղը գիտես բոլորս կարդացել ենք։ Այնպես չէ նոր կարդում եմ, դուք կարդացել եք, սա բոլորը գիտեք, բայց գիտես եկեք մի փոքր խորը նայենք այս ամեն ինչը։ Եկեք մի փոքր խորը նայենք, խոսքն ասում է, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունն է։ Շատ մարդիկ, ովքեր որ չեն Քրիստոսին ճաշակել, շատ մարդիկ, որ իրանք չեն հաճախում եկեղեցի, շատ մարդիկ, որ Աստվածաշունչը չեն կարդացել, բայց կարան երկար բարակ խոսեն, իրոք կան, գիտես, այդպես մարդիկ, որ իրանք երկար բարակ խոսեն, բայց Աստվածաշունչը չեն կարդացել։ Իրանք կարան քեզ ուղղել, բայց իրանք Աստվածաշունչը չեն կարդացել։ Գիտես, Աստվածաշունչը շատ հստակ ձևի ասում է կորածների համար հիմարություն է։ Այնպես կարամ ասես, որ երրորդ, չորրորդ պլանը, չէ՞, այս խոսքը։ Երրորդ, չորրորդական ինքը հեռը, ուղղակի։ Բայց խոսքն ասում, բայց մեզ փրկվածներից համար Աստծո ոչ թե մենակ ուրախությունը, զորությունն է։ Աստված այդ Տիրոջ զորությունը գալիս է սրա մեջ, որը խաչի խոսքը։ Մենք գիտենք, որ խաչի խոսքը այսպես նշանակում է խաչի քարոզչությունը։ Բայց նորից են խոսում սրա մասին, եկեք մի փոքր խորը նայենք։ Խաչի քարոզչությունը, երբ որ գալիս է քո ականջին, կամ որ գալիս է քո մտքին, կամ որ դու խաչը տեսնում ես, ասենք, մեքենաների մեջ կախված է, գիտես, այս խաչը ասենց ոնց թե մենք պետք է ցույց տանք, բայց ասեմ ես, երբ որ դու խաչ ես կրում քո մեքենայի մեջ, դա չի որ դու պետք է այդ խաչով փրկես։ Դες ամբողջ օրը խաչը դիր քո դեմը, բայց դու պետք է հասկանաս, թե ինչ է խորհրդանշում խաչը, ինչ է քո համար խաչի քարոզչությունը։ Խաչի քարոզչությունը, երբ որ գալիս է քո համար, ինչ ես դու զգում։ Ինչ ես այդ տվյալ պահին խաչի քարոզչությունը քո համար դա գիտես դա մեծ ցուցանիշ է, որ դու հասկանաս, թե դու որ կետի վրա ես, ոնց է քո հոգևոր վիճակը, որ տեղում է։ Խաչի քարոզչությունը նրանց համար, կորածների համար հիմարություն է, բայց մեր փրկվածներից համար եկեք քննենք մեր սրտերի մեջ, երբ որ քո աչքը դնում է խաչին, ինչ ես դու զգում։ Գիտես, աշխարհը կորածների համար եմ ես խոսում, երբ որ խաչը տեսնում ես, շատերը գիտեն, ասես մռայլ բան, մեռած մարդու վրա, ասես տանում են խաչ են դնում, չէ՞, տանում են, թաղում են, վերջում են մի ասես երկաթի խաչ, ասես երկու ձեռով տղամարդիկ տեսած կան, ասես մտցնում են գետնի մեջ, խաչը դրեցին շատ կարևոր է, որ խաչը իրան պաշտպանի մեռնելուց հետո, բայց դες խաչը պետք է ոչ թե մեռնելուց հետո, մեռնելուց առաջ։ Համաձայն եք ինձ հետ։ Խաչի քարոզչությունը, եթե գալիս է քո կյանքիդ մեջ, եւ դու քո սիրտը չի թրթռում, որ խաչի քարոզչությունը, որ խաչի ճանապարհը, որ խաչով, խաչը եւ գին դառա իմ ու քո համար, որ մենք այդ գնով փրկվեցինք դաշան դատաստանից։ Այդ այդ խոսք ունենք, չէ՞, ասում ենք, ում էի մի կտոր հաստվել, չէ՞, լավ պրծանք։ Գիտես, երբ որ ես խաչի քարոզչությունը լսում եմ, կամ տեսնում եմ, չէ՞, ես հասկանում եմ, որ դա մեծ գին է իմ համար, որտեղ եմ ես նորից հիշում եմ, ինչ լավ պրծանք, ում էի մի կտոր հաստվել, որ լավ պրծանք։ Գիտես, ելի եմ խոսում սրա մասին, եթե խաչի քարոզչությունը քեզ համար ուրախություն չի բերում, մռայլ տեսարանը, դու դասվում ես, ես ինքս դասվում եմ այն մարդկանց, որ խաչի քարոզչությունը իրենց համար հիմարություն է։
Եթե խաչի քարոշչությունը քեզ համար չի գալիս ու քո կյանքիդ մեջ չի բերում մեծ ուրախություն, գիտես այս երկրի վրա, այսինքն եթե չի բերում, դա գիտեք, էլի եմ ասում սրա մասին, մենք շատ խեղճ մարդ ենք, որովհետև Աստվածաշնչի մեջ գրված ասում է, եթե այս օրերից ուրախության համար ասենք, մենք մենակ պետք է ապրենք, մենք ամենախեղճ մարդ ենք։ Ես մի քիչ այդպես բառերը լավ չեմ ասում, բայց դուք գիտեք Աստվածաշնչի մեջ գրված է ոնց է խոսում սրա մասին։ Մենք ամենախեղճ մարդկանցից ենք, եթե պետք է ապրենք այսօրվա օրով եւ այսօրվա չգիտես ինչի մեջ որ մեր ուրախությունը գտնենք, ոչ մենք ապրում ենք, որ գիտենք որ Տերը մեզ համար մեծ ուրախություն, մեծ գալիք ասում է այդ փառքը որ կա, գալիք այդ ինչ որ մեզ համար պատրաստվել է, ասում է աշխարհի այժմյան փորձություններն ու դժվարությունները իրանք ոչ մի բան են դրանց համար, այսպես գին չի տալիս։ Որն է գին տալիս, մեզ տալիս է խաչի քարոշչությունը, խաչը որ Քրիստոսը գնաց դեպի խաչը եւ մեզ համար եղավ մեծ փրկություն։ Փառք Աստծո։ Այսինքն եթե դու ուզում ես հասկանալ, թե խաչի քարոշչությունը քեզ համար ինչ է տալիս, դու դեռ հասկանում ես այդ խոսում շատ մեծ ուղեցույց է, որ դու տեսնես ցուցանիշը, որ ինքը դու տեսնես թե որ կետի վրա ես։ Քո հոգեոր վիճակը տեղից կարաս հասկանաս։ Երբ որ մենք տեսնում ենք կամ լսում ենք հասնում է մեր ականջի խաչի քարոշչությունը, եթե չլինի խաչի փրկությունը, եթե չներ Քրիստոսի խաչվելը, մեր հավաքվելը շատ իզուր կեղներ։ Այսպես մի հարց եմ քեզ ուզում հղել, դուք Աստվածաշունչը կարդում եք, ես գիտեմ որ շատերը գիտեք, ասում է երկինքի առկայությունը ուտելիք եւ խմելիք չէ։ Ուտենք, խմենք, վաղը մեռնել կա, չէ՞, դες խոսք ունենք։ Բայց մենք փրկվածներս մենք խոսում ենք։ Ուտես է, խմես է, դա կյանք չի, կյանքը Քրիստոսի մոտ է։ Ինչ է երկնքի առկայությունը։ Ուտելիք, խմելիք չի, ինչ է, ով է հիշում այդ բանը։ Ստեղ գիտես, եկեղեցու մեջ երկու քույրիկ կան, որ ես իրաց պետք է միանգամից ասեի, որ գիտեք, երկուսը անպայման չհուշեք, էլի, իրանք իրար կողք նստած են, երկուսը մեկը մյուսից լավ գիտեն։ Փառք Աստծո ձեր համար։ Երկինքի առկայությունը եկեք այդտեղը ասեմ ձեզ որտեղ է գրված Հռոմեացիս 14-17-18 խոսքերն են, որովհետև Աստծո առկայություն ուտելիք խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Այս վերջում որ գրված է Սուրբ Հոգովը, սա շատ կարևոր է հիշեք ձեր մեջ, եթե այն ամեն ինչը ձեզ տան եւ Սուրբ Հոգովը չլինի եւ Աստված մեզ հետ չլինի, այդ ուրախությունը լինելա կիսատ պրատ։ Եվ գիտես աշխարհի մեջ էլ այդպես, եթե ինչի մեջ որ դու երազել ես որ ինչ որ դու ձեռք բերես ունենաս, եթե Աստված չկա նրա մեջ, քո համար չկա ոչ մի բան, ինքը դու չես կարող վայրես, ոչ է կարողանաս հասկանաս դրա գինը, ոչ է կարող ես հասկանալ դրա արժեքը, ոչ մի բան չկա։ Այնպես էլ որ երկինքի առկայությունը, եթե մենք հասնենք այնտեղ մեր փրկվածներս, երբ որ հասնենք այնտեղ, այդ արդարությունը եւ խաղաղությունը եւ ուրախությունը, որ շատ կարեւոր է, եթե չունենանք Աստված մեզ հետ, մենք այդ նույնիսկ երկնքում մենք չենք կարող, այսպես առանց ասում մենք չենք կարող երկինք հասնենք։ Փառք Աստծուն խոսքի համար, փառք Աստծուն, այնպես որ մենք ուշադրություն ենք դարձնում մեր խաչի փրկության խոսքի համար, քարոշչության համար, թե գնացեք մտածեք, գիտեք գնալ տունից այս քարոզը կլսես, բայց կարող դու մոռանաս, բայց գնա միացես խոսքա, չէ, գնա անալիզ արա քո ներսը, գնա մատ այսպես մտորի, մատ խորի տեսս ասենք, ինչ է քեզ համար խաչի փրկությունը, երբ որ գալիս է քո ասենք առօրյայի մեջ, երբ որ դու գնում ես տուն, երբ որ դու ամեն գործերի մեջ ես, բայց մեկ էլ հիշում ես ինչ-որ բանի մեջ խաչի քարոշչությունը քեզ համար ինչ է բերում։ Եթե քեզ համար ուրախություն չի բերում, դա արդեն շատ տխուր վիճակ է։ Մենք դասվում ենք այն մնացած մարդկանց դասերին։ Բայց քավլիցի մեզ համար խաչի քարոշչությունը պետք է լինի ուրախություն, ինչպես մենք կարդացինք, եթե քեզ չուրախացնում ես ամեն ինչը, դա արդեն դա լավ չի, դու պետք է վերանայես ու պետք է քո հետ աշխատանք տանես, որտեղ մենք պետք է հետ չմնանք մեր երամից։ Այսպես մի հատ տեսարան կա, ես խոսել եմ մի քարոզի մեջ, մենք եկեղեցով այսպես նմանեցնում եմ մի երամի, որ չվում ենք A կետից B կետը։ Մենք գիտենք այդ թռչուններ կան, որ իրանք միշտ մնում են տակ տեղեր, չէ՞։ Իրանց երամով, երբ որ այդ տեղը վերջացավ այդ ամառը,
այդտեղ արդեն սկսում է ձմեռ, այդտեղից պետք է գնան։ Իսկ եթե դու երամից հետ ես մնում, արդեն դա արդեն շատ վատ վիճակ է։ Մենք պետք է երամի հետ լինենք, մենք պետք է եկեղեցու մեջ լինենք, եկեղեցու հետ պետք է լինենք, խոսքի մեջ պետք է լինենք, շատ տեղեր կա, որ Աստվածաշնչի մեջ գրվում է եւ Աստված ցույց է տալիս իր սերը դեպի մեզ։ Եկեք կարդանք Լուկաս ավետարան 15:8-ում։ Այստեղ մի առակ կա, այստեղ 3 առակ կա, մի անգամից մի գլխի մեջ 3 առակ կա, որ Տերը խոսում է այս 3 առակներով մեզ համար, որ մեզ պարզ լինի։ Այստեղ խոսում է կորած դրամի մասին Լուկաս ավետարան 18:10։ Կամով է այն կինը, որ 10 դրամ ուներ եւ եթե մեկը կորցնե, ճրակ չի վառի եւ տունը ավլե եւ սաստիկ որոնե մինչեւ որ գտնեն։ Գիտես, Տեր Հիսուս Քրիստոսը բազում առակներով մեզ հետ խոսում է, որ մենք մեզ համար պարզ լինի։ Մենք էլ խոսել սրա մասին, խոսեմ, մենք ամբողջ ենք, լավ է 10 ուներ, մեկը կորցրեց եւ ոչ չէ, ասում է սաստիկ որոնեց եւ ճրակ վառեց։ Ինչի համար որ գտնի։ Չէ եղել է, չէ, ասենք, տա մեջ ինչ-որ եթե նա այնպես մի, ասենք, իրա որ կորում է, դա դե կասես մի օր կգտնեմ, էլի չէ եղել է, չէ, ասենք, կորավ։ Բայց եթե կարևոր բան է, ինչ ես անում, դու չես հանգստանում, քունտը չի տանում, դու մինչև չգտնես, տեղը չես գտնում, չէ, դες բաներ կա։ Ձեր մատանիքը, ասենք, ինքել կորելա, դու չես, ասենք, թողնում, որ գիշերն ասնի, ինչ ես անում, սկսում ես սաստիկ փնտրել, մինչև որ չգտնես։ Եվ երբ որ գտնե, բարեկամներին եւ դրացիներին կկանչե եւ կասե. ուրախացեք ինձ հետ, որովհետեւ դրամը գտնվեցա, որ կորցրել էի։ Ասում եմ ձեզ, այսպես էլ Աստծո հրեշտակների առաջին եւ որ ուրախություն կլինի մեկ մարդի համար, որ կապաշխարե։ Եկանք հասանք այնտեղը, որ կապաշխարե։ Կա ապաշխարություն, կա փրկություն։ Եթե չկա ապաշխարություն, մենք պետք է լավ հասկանանք, եթե ապաշխարություն չկա, դու կնմանվես այն նույն իրին, որը որ արժեք չունի։ Եթե նա արժեք չունի, կորելա չի կորել, քո համար միևնույն է։ Բայց երբ որ դու ապաշխարել ես, Աստված չի ուզում, որ դու կորչես։ Նա սաստիկ կփնտրե, ինչպես խոսք ասում է, լույս կվառե, ճրակ կվառե եւ սաստիկ կփնտրե։ Հիմա եթե մենք Աստված մեզ սաստիկ փնտրում է եւ ինքը ապաշխարությունից հետո, որ որոնում է, որ մենք լինենք փրկված, ինչ ենք անում մենք, որ մենք փրկվենք։ Այդ նույն ձևով սաստիկ փնտրում ենք Աստծո խոսքը։ Այդ նույն ձևով սաստիկ ձևով ասենք փնտրում ենք, որ բաց չթողնենք մի ծառայություն եկեղեցու։ Քո նստատեղը դու պետք է որ զբաղեցնես, դու պատկերացրա դու այսօր քո գնել ես մի ասենք թանկ տոմս, որ երկար ժամանակ դու վճարել ես դրա համար ու այդ քո նստատեղը դատարկա այդ ամբողջ եկեղեցին պետք է իր նստատեղերով հայտնվի երկրի արքայության մեջ։ Գիտես, այսպես խոսում եմ մարդկանց համար, երկրի վրայի մարդկանց համար դա հիմարություն է, բայց դա շատ կարևոր է, որ քո տեղը դու ինքդ պետք է զբաղեցնես։ Մենք պետք է սաստիկ փնտրենք մեր փրկությունը, քանի որ մեզ ձրի արտակված է փրկությունը։ Գիտես, մենք պետք է չենք այդ գինը մենք չենք տվել, բայց պետք է գինը հասկանանք։ Եվ Աստված տարբեր առակներով մեզ հետ խոսում է եւ ցույց է տալիս, որ մենք ինքներս պետք է գնահատենք մեր փրկությունը։ Ամեն։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Երկրորդ առակը խոսում է նույնպես գառների մասին, ասում է, որ մեկը ուներ 100 գառ եւ ասում է եւ 100-ից մեկը որ կորչի միթե չի թողնի մնացածին եւ գնա այդ 100-ից այդ մեկին գտնի։ Լուկաս ավետարան 15-րդ գլխի 5-ից մինչև 10-րդ խոսքը եւ այստեղ խոսում է եւ ասում է ձեզանից որ մեկն է որ ասենք եթե հանկարծ ունենա այսքանը եւ գառներից ասում մեկը եւ չի թողնի եւ գնա։ Ես երբ որ Աստվածաշունչը կարդացել եմ եւ շատ մարդիկ ինձ հարց են տվել, ասում են ինչի համար է թողնում այդքանին 99-ին թողեց գնաց այն մեկի հետևից, բայց 99-ը մեղ չէ։ Գես այստեղ պատասխանը շատ հետաքրքիր գրված է։ Եվ այստեղ խոսում է 5-րդ խոսքը, ասում երբ որ գտնի ուրախությունով իր
նույնպես խոսում է, որ Տերը ուրախանում է այդ գտնելու համար։ Ուսերի վրա դրված, Աստված խոսք է խոսում, ասում է իր ուսերի վրա դրված, փառք ասում էր Տիրոջ համար։ Եվ տուն գալով բարեկամներին եւ դրացիներին կանչում եւ նույնպես տեսնում եք, որ նորից այդ ուրախությունը կա, որ Տերը գտել է։ Գիտես, այստեղ երբ որ մենք կարդում ենք 7-րդ խոսքը, այստեղ խոսում է պատասխան է տալիս այն խոսքի եւ շատ հստակ խոսում է, քան թե 99 արտաների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Այստեղ խոսք, երբ որ կարդում ես, մեզ պարզ է լինում։ Այն 99 արդեն իսկ ապաշխարել են։ Եթե ես եւ դու ապաշխարել ենք, արդեն իսկ փրկված ենք։ Մեզ պետք է պահենք այդ փրկությունը։ Երբ որ մեկը շեղված է եւ կորսված է, Աստված անպայման քայլում է մինչև դա գտնի։ Մինչև որ նա կգտնի եւ կբերի կմիացնի այդ ապաշխարածներին։ Այսինքն մենք հասկանում ենք այդ 99 Աստված 99-ին չի թողնում, այն Աստված 99-ի համար արդեն հոգ չի անում, որտեղ արդեն իսկ մենք փրկվածներից մեկն ենք։ 99 փրկվածներն են, որոնց որ ապաշխարություն պետք է, արդեն իսկ ապաշխարել են նրանք։ Եվ երրորդ առակը որ կա, այստեղ խոսում է անառակ որդու վերադարձը։ Անառակ որդու վերադարձը նույնպես մեզ պարզալ շատ ծանոթ է, որ Աստված իր ձեռքերը պահած, Հայր Աստված մեզ սպասում է իր կանգնած տեղում, իր խոստումների մեջ։ Ես ասեմ, որ վերջերս ես իմ Աստվածաշնչի մեջ վերցրեցի եւ սկսեցի նշել կանաչ մատիտով այն տեղերը Աստծո խոստումների համար։ Գիտես, Աստծո խոստումները շատ են։ Տարբեր մատիտների գույներով վերցրեք ձեր Աստվածաշունչը, սկսեք ասես մի հատ խոսք կա, չեք քրքրեք, չէ՞, դες մի հատ խոսք կա։ Ասма գրքերը քրքրում ենք։ Այսօր Աստվածաշունչը պետք է որ մեր տունես էս շատ թարմ դրված չէ։ Եթե Աստվածաշունչը վերցնում ես եւ տեսնում ես, որ ինքը շատ խնայված, sense պահված, ճարճարան թղթերով ինքը ասենք Աստվածաշունչը կարդացած չի։ Չեն կարդում Աստվածաշունչը։ Իսկ մարդիկ կան, որ Աստվածաշունչում են մի քանի Աստվածաշունչներ, մեկը մյուսից ավելի շատ են սիրում, որտեղ իրանց հետ ապրել է Աստվածաշունչի խոսքը։ Ղուկաս Ավետարան 15-րդ գլխի 20-րդ խոսքը։ Այստեղ հետաքրքիր բան ասում, եւ վեր կացավ եւ եկավ իր հոր մոտ, մենք գիտենք, որ անառակ որդին եւ ասում է եւ ինքը իրեն գալով եւ վերադառնում է իր որդուն։ Այս պատմությունը դուք գիտեք, որ ասում է երկու որդի ուներ եւ նրանցից մեկը իր ուզեց իր բաժինը գնաց եւ անառակության մեջ մնաց եւ ծախսեց եւ ասում է իր կյանքի սոցիալական վիճակը լրիվ ներքև էր իջել, խոզերի կերին Երանի էր տարի չէ, մենք այս ամեն ինչը գիտենք։ Անառակ կյանքով էր ապրում եւ Աստվածաշունչը խոսում ասում է, որ շնացողները, հարբեցողները երկինքը չեն ժառանգելու։ Մենք լավ գիտենք այս ամեն ինչը։ Այստեղ խոսում է հայրը տեսավ նրան եւ գտած եւ գուտը շարժեց եւ վազեց եւ նրա վզովն ընկավ եւ համբուրեց նրան, բայց որ դեպքում, երբ որ վեր կացավ անառակ որդին, եկավ իր հոր մոտ եւ դեռ որ նրա մոտ չէր հասել, այդ դեպքում հայրը վազեց։ Աստված գիտես շքալը քեզ սիրում է, մեզ սիրում, Աստված չի վազում դեպի այդ խոզանոցը։ Աստված չի վազում դեպի մեղքը։ Բայց երբ որ մեր ապաշխարության ժամանակ մենք որ արդեն շուռ ենք գալիս դեպի փրկությունը, Աստված մեզ համար կանգնած է վազեց, մինչև որդու հասնելը Հայր Աստված վազեց դեպի որդին։ Աստված միշտ կանգնած մեր փրկության համար ինքը սպասում է մեզ։ Փառք Աստծուն։ Եվ նույնպես էլի շատ առակներ կա, մենք ինքներս գիտենք գանձի մասին, որ ասում է պահված էր արտի մեջ, երբ որ ասում մեկը գնաց գործանելու եւ գտավ այդ գանձը, ինչ արեց ինքը, թաքցրեց։ Ինչի համար, որ իր ձեռքից ոչ մեկ չխլի եւ գնաց ինչքեր ուներ, որ վաճառեց, կա այդ գանձը առնի, այսինքն արտ առնի, որտեղ մեջ գանձ կար։ Աստվածաբանները խոսում են երկու տարբեր կողմերից խոսում են, մեկը ասում է, որ Աստվածը, որ մեզ համար ինքը այդ արտը առավ եւ մենք ենք գանձը իր համար, եւ երկրորդ մասը, որ մենք ենք, որ գտել ենք երկրի առկայությունը, որ մեզ համար գանձը, որ մենք պետք է ավելի շատ կարևորենք երկրի առկայությունը։ Այսօր գիտես հարց, եթե Աստված կարևորում է մեզ համար եւ մենք գանձ ենք իր համար,
որ մենք տեսանք իր կատարած գործով, որ ինքը իր միացին որդուն տվեց, որ մենք ունենք փրկություն։ Մենք ինչպես ենք վարվում նույն գանձի համար, որ մեզ համար մեծ փրկություն է։ Շարժվում ենք մեր տեղերից, մենք պահում ենք գանձը, որ կարողանանք նորից ձեռք բերենք այդ ամեն ինչը։ Մենք դողում ենք այդ մեր ձեռք բերած փրկության համար, որ Աստված մեզ համար տվել է։ Սա շատ կարևոր է։ Եվ նույնպես այդպես նորից էլի կա Մարգարիտի, որ մենք ինքներս գիտենք այդ առակը չէ, որ նա հանդիպեց ամենաթանկ Մարգարիտին, որ ինքը այդ գործի մեջն էր, ուներ շատ մեծ գանձեր, բայց երբ որ ամենաթանկը Մարգարիտը եւ ամենագեղեցիկը, երբ որ ինքը հանդիպեց, ամեն ինչ իր համար ունայն էր, որտեվ ամեն բան ինքը պատրաստ էր, որ փոխեր այդ գտածի համար, որտեվ առաջի անգամ ինքը հանդիպել էր։ Հարց, եթե մենք այսօր գտել ենք գանձը, արդյոք նա փայլում է մեզ, ինչպես որ մենք գտել ենք նոր ժամանակ, երբ որ փրկությունը գտել ենք, թե իր գույնը գցել է եւ խամրել է ամեն բան։ Այսօր շատ կարևոր է եւ այստեղ նորից գալիս եմ իմ խոսքի սկիզբի եւ խաչի քարոզությունը ինչա մեզ համար։ Մենք որ կետի վրա ենք։ Խաչի քարոզությունը երբ որ հասնում է մեզ, մենք ինչ ենք մտածում, ուրախանում ենք, թե տխրում ենք։ Կարող մենք տխրենք, եթե մենք մեղքի հետ խաղ ենք անում։ Կարող մենք տխրենք, եթե մենք Աստծուց շատ հեռացել ենք։ Կարող մենք ուրախանանք, եթե Տիրոջ մեջ ենք, եթե սպասում ենք Աստծուն։ Եթե հուսացած ենք Աստծուն, կարող ուրախանանք։ Սա էլի եմ խոսում, սա մենք այդտեղ պետք է մենք լավ նայենք եւ մենք հասկանանք, թե որտեղ ենք։ Սա շատ կարեւոր է։ Խաչի քարոզությունը մեզ համար մեծ ցուցանիշ է, երբ որ մենք լսում ենք, տեսնում ենք, ինչ ենք հասկանում դա։ Ինչա մեզ տալիս։ Ուրախացնում է, ուրեմն դա լավ է։ Իսկ եթե քո համար միևնույն է, դա արդեն լավ չէ։ Փառք Աստծուն։ Գիտես, մի բան պետք է խոսեմ, որ սա նորություն չի, բոլորս էլ լավ գիտենք։ Ինչ պետք է անենք, որ մեր աստվածպաշտությունը ամրանա, մոտենանք Աստծուն, Հակոբոս 4:10-ում այստեղ մենք ոչ մի բան նոր բան չենք այստեղ որոշելու եւ խոսենք։ Մենակ մի ճանապարհ կա, մոտենում ենք Աստծուն եւ Աստված կմոտենա մեզ։ Հակոբոս 4:8-10 խոսքերը։ Մոտեցիր ինձ եւ ես քեզ կմոտենամ։ Մեզ շատ կարեւոր է, որ մենք լավ հասկանանք, եթե դու հեռացել ես, պետք է մոտենաս Աստծուն եւ Աստված հաստատ քեզ կմոտենա։ Փառք Աստծուն։ Մեզ պետք է գործողություն, մենք ինքներս պետք է Աստծուն փնտրենք, Աստծուն դեպի քայլենք, որ մեր տեղը ոչ մեկ ոչ մի բան չի անելու։ Կարող է դու իսկ արդեն ապաշխարել ես, ասես գիտես դու խոսում ես, բայց ես ապաշխարել եմ, ես Աստծուն ընդունել եմ։ Կան մարդիկ, որ գիտես ապաշխարել, բայց թուլացած են իրենց հոգևոր վիճակը թուլացած։ Կամ որ մարդու աստվածպաշտությունից շատ հեռու են։ Չկա այդ սերը, առաջվա սերը, ինչպես խոսքն ասում է, հիշիր քո առաջվա սերը։ Կամ ուզում են վերականգնել իրենց հոգևոր վիճակը, հոգևոր հասակը, որ նրանք հաստատ են Քրիստոսի մեջ։ Ինչ ենք մենք անում։ Մենք պետք է փնտրենք, ինչպես Քրիստոս փնտրեց մեր կորած ժամանակ, երբ որ գտավ եւ ինչ արեց, ճրակ վառեց եւ խիստ որոնեց, խիստ փնտրեց մեզ։ Այսօր մենք պետք է մեր փրկությունը պետք է մենք խիստ որոնենք։ Եթե քո կյանքի մեջ եկել ասես խավար է, այդ ճրակը մեզ էլ է պետք որ մենք էլ վառենք։ Ճրակը Քրիստոսն է, ճշմարտությունը եւ ասում ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Գիտես շատ ժամանակ մարդիկ կան, որ հակառակն են անում, ասես մի հատ պատմություն կա, ասում է ինչ-որ մեկը գնացել է մի դրամա կորցրել, մանա գալիս չի գտնում, ասում են որտեղ ես կորցրել, ասում անտեղ եմ կորցրել, բայց ասում են ինչ ես դու այստեղ ման գալիս, ասում են այստեղ լույս է։ Բայց գիտես ուրիշ տեղ է կորցրել, այստեղ հարմար է իր ման գալը։ Գիտես եթե կորցրել ես խավարի մեջ, արի կերնի գնա այդ խավարի մեջ լույս վառի։ Գիտես շատ ժամանակ մարդիկ պահում են, ծածկում են, չէ՞ ծածուկ բաների մասին, որտեղ Աստվածաշունչը խոսում ասում է ինչ-որ ծածուկի մեջ ասում է թաքուն տեղ, բայց ասում է լույսի մեջ պետք է բան երևա։ Ավելի լավ է թող երևա այդ ամեն ինչը, բայց մենք ապաշխարենք եւ ունենանք մեր փրկությունը։ Եթե կան ծածուկ բաներ, պետք է մենք այդ ծածուկ մեղքերից պետք է ապաշխարենք, լույս վառենք եւ ինչպես խոսքի մեջ գրված է, մենք պետք է խիստ որոնենք։ Նույնպես
այսինքն սա գործողությունն է, որ մեր տեղը ոչ մեկ չի անում, մենք ինքներս պետք է անենք։ Եվ եթե մոռացել ես թե որտեղից ես թուլացել, Աստվածաշունչը շատ հստակ խոսում է, հիշիր, որտեղից վայրեն կար։ Եթե չապաշխարես, կգամ եւ կշարժեմ քո ճրակակալը։ Մենք գիտենք այդ ճրակակալը, երբ որ շարժում ես, ինքը հանգում է այն, միջի այդ լույսը, ինչ էլ որ կա, ինչ էլ որ մեր սրտի մեջ կա, ինչ որ մենք որ մեր հոգին, երբ որ երկրի վրա, երբ որ մենք այսօր ժամանակ ունենք, այդ լույսն էլ փոքրն ինքը կարա հանգչի։ Եթե չապաշխարես, կգամ եւ կշարժեմ քո ճրակակալը։ Չեմ ուզում այսպես տխուր նոտայի վրա ավարտեմ իմ ասված իմ խոսքը, այսօրվա որ ես պատրաստել եմ։ Մարդիկ կան որ ասում են, գիտես, սենց էլ մնա ված չի։ Չէ՞ դες շատ ժամանակ տեսած կլնեք, չէ՞, սենց մեկը մյուսին օրդում են, բաժակ են բարձրացնում, լավլնեք, սաղալնեք, չաղալնեք, չգիտես ինչ սենց ու սենց էլ մնա ված չի, չէ՞, սենց պատրաստում եք, չէ՞։ Գիտես, այդ սենց չի մնալու։ Ժամանակը գալիս, որ ասում Աստվածաշունչը խոսում ասում կտանեն քեզ որտեղ որ չես ուզում եւ գոտի կապեն որ դու չես կարողանա քո գոտի կապել չկան դες ժամանակներ։ Դա խոսում է ծերության մասին։ Մեր մարմինը ուզես թե չուզես գնում հասնում է այդ ծերությանը, բայց Աստված մեզ խոսք կա տալիս։ Խոսքի մեջ ասում է նա պատրես եւ նա էլ կվերանորոգի։ Այսինքն կա ժամանակ, երբ որ մեր մարմինները հասնում են այդ տեղին, բայց Աստված մեզ համար ունի նորոգված մարմիններ, ինչպես մեզ խոսում է, չէ, երկնային արքայություն։ Այսինքն ինչքան էլ ուզում ես այս պայսը չի մնալու, վերջանալու է, չէ՞, ինչքան է գեղեցիկ ֆիլմեր կան, չէ՞, գնում է շատ թեկուզ լավավարտ է, լավ ասենք վերջանալու, բայց վերջում ինչ ասես, ռուսերեն հիշում, չէ, վերջում գնում է կանից, չէ՞, ասես բրծա վերջ, կամ հայերեն ֆիլմեր կլինեն, վերջ կա։ Մենք պետք է, էլի, գիտես, չեմ ուզում այսպես տխուր նոտայի վրա ավարտել իմ խոսքը, Աստված մեզ համար պատրաստել է երկնքի արքայություն։ Ուղղակի մեզ պետք է շատ այսպես զգուշությամբ վերաբերվենք եւ մեզ համար թող ուրախություն եղնի, որովհետեւ մենք հոգեվորներս պետք է միշտ ուրախ լինենք եւ Աստվածաշնչի մեջ խոսում ասում է ուրախ եղեք եւ նորից կասեմ ուրախ եղեք։ Եթե չկա քո ներսի ուրախություն, եթե Աստված պաշտություն, եթե դու խաչի քարոշչությունը լսում ես ու քո ներսը չի բերում ուրախություն, դա պետք է վերանայես, թե ինչ ես կորցրել, թե ինչի համար ամեն բան եւ մի հատ լույս պետք է վառես, որն է Քրիստոսը, որ դու տեսնես եւ վերականգնես քո ուխտը եւ քո Աստված պաշտությունը եւ ուրախությունը դինի կատարյալ։ Փառք Աստծո։ Եկեք կանգնենք ոտքի եւ աղոթենք։ Տեր, շնորհակալ եմ քեզնից, դու ես իմ Տերս, իմ Աստվածս։ Փառք եմ քեզ տալիս Տեր քո մեծ փրկության համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզից քո խոսքիդ համար, Տեր։ Շնորհակալ ենք քո խոստումներիդ համար, որովհետև քո խոստումներով պետք է ժառանգենք երկնքի արքայությունը։ Շնորհակալ ենք, որ մեզ ժառանգող տարեցիր, Տեր։ Շնորհակալ ենք քեզից, որ մեզ որդեգրել ես, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո որդիներ ենք եւ պետք է ժառանգենք քո երկնքի արքայությունը, խաղաղությունը եւ ուրախությունը, Տեր։ Տեր, դու մեզ մենակ չես թողել, մենք քեզ հետ ենք, Տեր։ Ապրենք քեզ հետ, քո ուրախությունով, Տեր։ Եվ ինչպես քո խոսքիդ մեջ գրված է, աշխարհից այժմյան խնդիրները շատ քիչ են, որ կարողանան Տեր մեզ տան այդ երկնքի արքայության մեզ բարիքները, որ մեզ համար է, Տեր։ Շնորհակալ եմ, ինչ որ մեզ համար պատրաստել ես, Տեր, որովհետև քո խոսքիդ մեջ շատ պարզ գրված է, Տեր։ Կգնամ եւ ձեզ համար տեղ կպատրաստեմ։ Շնորհակալ եմ քեզնից, որ մեզ որդեգրել ես։ Եվ պետք է ժառանգենք քեզ այդ երկնքի արքայությունը։ Եվ ամբողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։